Ռուբեն Վարդանյանը Բաքվի մեկուսարանից իր աուդիո ուղերձում հայտնել է. «Գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ ավելի վատ պայմանների, ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվում գերիների նկատմամբ տեղի է ունենում արգելված ներգործություն եւ շարունակելու են ջանքերը խնդիրը հասցեագրելու ուղղությամբ։ Աժնախագահ Ալեն Սիմոնյանն էլ նշել. «Եթե տեսանելի քայլեր լինեն, գերիները կարող է երբևիցե չվերադառնալ»։ Հեռակաբանավեճ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցների միջև հնչում են մեղադրանքներ իշխանությունը Փաշինյանին հանձնելու եւ հեղափոխությանը մասնակցելու շուրջ։ Կարծում եմ մարտի 1-ի գործում ոչ թե բացահայտելու, այլ իրավական գնահատականի եւ քննելու հանգամանքներ կան։ Արյունալի դեպքերի 17-րդ տարելիցին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Կրկնակի կավելանան օնլայն խաղատների եւ բուքմեյքերական գործունեության տուրքերը։ Ազգային ժողովն ընդունել է նախագիծը։ Հայ դերասաններ Վաչե Թովմասյանի եւ Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը հաղթել է Օսկարի 5 անվանակարգում։ Թրամփ-Զելենսկի հանդիպումն ուղեկցվել է թեժ բանավեճով։ Զելենսկին լքել է Սպիտակ տունը։ Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի խաղաղության։ Ի վերջո կողմերը վերսկսել են աշխատանքը։ Զելենսկին էլ հույս հայտնել, որ հաջորդ շաբաթ բովանդակալից հանդիպում կունենան։